Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Երևանն այս օրերին տոնում է իր հիմնադրման 2807 ամյակը։ Մայրաքաղաքի օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև հնարավորություն նորովի արժևորելու անցած ճանապարհը, ներկան ու ապագան։ Ըստ այդմ քաղաքի զարգացման ծրագրերի ու նաև երևանցիների առջև ծառացած խնդիրների շուրջ զրուցելու են Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալի Սինորյանի հետ։ Տիկին Սինորյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, քանի որ այսօրը տոնական է Երևանի համար։ Նախ ինչով է այս անգամ Երևանի տոնը տարբերվում նախորդներից։ Բարեձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ Սփյուռքում բնակվող Երևանի տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ մեր բոլոր հյուրերի մայրաքաղաքի։ Իրականում յուրաքանչյուր տարի մենք փորձում ենք այդպիսի ծրագիր դարձնենք Երևանի տոնը, որպեսզի հետաքրքիր լինի թե զբոսաշրջիկների համար եւ թե տեղացիների համար։ Միջոցառումները այս տարի բաղկացած են լինելու 2 օրվանից, այսինքն այսօր երեկոյան արդեն մեկնարկած են լինելու միջոցառումները Դիանա անվան այգում լինելու է գարեջրի փառատոն, հետո DJ երաժշտություն, իսկ արդեն վաղ հոկտեմբերի 12-ին առավոտվանից քաղաքի տարբեր հատվածներում կենտրոնի լինելու է ռոք երաժշտություն, ջազային երաժշտություն եւ դասական երաժշտություն, ինչպես նաեւ լինելու են երեխաների համար հատկացված առանձին ժամանցի վայրեր, արդեն երեկոյան ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում լինելու է ամփոփիչ միջոցառումը, լինելու են մեր հայտնի երգիչներ եւ արդեն վերջին հրավառություն եւ մեր բոլոր հայրենակիցներն օգտվելով առիթից հրավիրում եմ այդ միջոցառմանը եւ մանրամասն ավելի օրակարգի վերաբերյալ կարող են տեղեկանալ մեր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական վեզբության էջից եւ հենց կայքից, այնտեղ մանրամասն ժամանակացույցը նշված է։ Տիկին Սինորյան, ամեն տարի տոնակատարություններից առաջ երբ հայտնի է դառնում, թե որքան գումար է օրինակ ծախսվում միջոցառումների կազմակերպման համար, քննադատությունների պակաս չեն լինում։ Ասում են, ինչու է Երևանի բյուջեից միլիոնավոր գումարներ ծախսվում այն դեպքում, երբ բազմաթիվ բակեր չունեն անգամ լուսավորություն, փողոցները դեռևս բարեկարգված չեն եւ առհասարակ Երևանը մի շարք բազմաթիվ խնդիրներ ունի։ Ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, յուրաքանչյուր տարվա ավարտին, դեկտեմբեր ամսին մենք հաստատում ենք Երևանի բյուջեն, որտեղ որ տողերով հստակ նշված է լինում, թե որ միջոցառման կամ որ ծրագրի համար որքան գումար է հատկացված լինում։ Եվ նույն թեմաբանությամբ է Երևան համայնքի տոնակատարության համար է գումար նախատեսված լինում։ Հիմնական այդ շահարկումները կատարում են ընդդիմադիր ներկայացուցիչները, իմ մոտ մեկ-մեկ այնպիսի տպավորություն է լինում, որ այդ մարդիկ չեն ցանկանում, որպեսզի մեր քաղաքում, մեր երկրում որևիցե ուրախալի առիթ լինի եւ փորձում են մեր ժողովրդին սքի եւ անդադ այդ մոդի մեջ, այդ դրամատուրգիան մեջ պահել եւ իրականում հենց նույն քաղաքի զարգացման եւ туриզմի զարգացման տեսլականներից մեկը հենց քաղաքային միջոցառումներն են եւ մենք փորձում ենք այդ համատեքստում մեր քաղաքը ավելի գունեղ եւ ավելի լավը դարձնել։ Դե օրինակ ասում են տոնը կարելի է տոն անել, բայց ավելի լավ չէ այդ գումարը տանել ավելի կարևոր տեղում ծախսել, ըստ էության, չգիտեմ, սոցիալական հարցերի վրա ծախսել։ Երևանը ունի չէ մեծագույն խնդիրներ։ Տեսեք, ես դες մի օրինակ բերեմ 2020-ից եւ մինչեւ 2025 թվականը Երևան համայնքում կառուցվել է 35 մանկապարտեզ։ Միայն այս տարի Երևան համայնքում 3 մանկապարտեզ կառուցված է եւ մինչեւ տարվա ավարտը նախատեսվում է 3-ը հանձնենք շահագործման։ Դա հիմնականում ասում են այն մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ այդ նույն մանկապարտեզները ժամանակին մասնավորեցրել են վաճառել են եւ մենք խնդիր ենք ունեցել այս բարեդրությամբ, որպեսզի մեր երեխաները մանկապարտեզ հաճախեն։ Եվ մենք գրեթե բոլոր հարցերով զբաղվում ենք եւ փորձում ենք նույն բակերի բարեկարգումը կատարել, նույն փողոցների լուսավորությունը եւ բոլոր ծրագրերը։ 2026 թվականի մինչեւ մարտ մենք կունենանք 24 նոր տրոլեյբուսներ, որոնք որ ամբողջությամբ կփակեն տրոլեյբուսների պարկը, այսինքն նոր իրենք կշահագործվեն նոր տարբերակով։ Եվ տարբեր ու զանազան են հենց այդ միջոցառումները։ Նույն տարեկան կտրվածքով մենք կատարում ենք վերելակների փոխարինման ծրագրեր եւ հարյուրավոր վերելակներ են փոխվել Երևան համայնքում եւ շարունակելու ենք փոխարինել մինչեւ 2027 թվականի ավարտը ամբողջությամբ վերելակային ֆոնդը Երևան համայնքում փոխարինված կլինի։ Այսինքն ծրագրերը պարբերաբար մենք կատարում ենք միջին նորոգման աշխատանքներ ենք կատարում ենք հիմնանորոգման աշխատանքներ, այսինքն մեղադրել մեզ, որ ոչինչ չեն կատարում եւ միայն կատարում ենք Երևան տոնին ընդառաջ միլիոնավոր դոլարներ ենք ծախսում, դա մեղմ ասած ճիշտ չէ եւ արդար չէ։
Մենք այ հաշվետվությունները պարբերաբար ներկայացնում ենք թե ավականի նիստի ընթացքում եւ թե յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարական նիստերի ընթացքում մեր գործադիր իշխանության ներկայացուցիչները դա հրապարակում են թվերով եւ ստույգ ժամանակացույցով։ Խնդիրների մասին խոսելը եւ խնդիրների մասին բարձրաձայնելը թերևս լավագույն անդրադարձը կլինի մեր մայրաքաղաքին, դրա համար նախ Երևանի կառավարող ուժը, որոնք է համարում մայրաքաղաքի հիմնական խնդիրները։ Տեսեք, մեր խմբակցության գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ 2023 թվականի մեր նախընտրական ծրագիրը ավարտին հասցնենք եւ այն խոստումները, որոնք տվել ենք երևանցիներին, որի դիմաց ստացել ենք մանդատ, միջև վերջ իրականացնենք։ Այն հանգամանքը, որ տնական օր է այսօր, սակայն մենք ունեցանք խնդիր նախորդային աղբավայրի այրման գործընթացը որպես սկսվեց եւ ամբողջ քաղաքով մեկ ծուխ է եւ դա այս պահի դրությամբ մեր գլխավոր խնդիրներից մեկն է։ Քաղաքապետը երեք երեկոյան համապատասխան մամլոյհաղորդագրությունը տվեց, որ միտումնավոր բան է տեսնում եւ համապատասխան գործընթաց է արդեն սկսվել։ ԱԱԾ պետի հետ է խոսել եւ ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի հասկանան, թե ինչի հիման վրա է եղել այդ այդման գործընթացը եւ մեղավորները պատժվեն եւ մեր գլխավոր նպատակը այս պահի դրությամբ տվյալ հարցի լուծումն է եւ քաղաքապետը արդեն հանձնարարական է տվել մինչեւ տարվա ավարտ մրցույթի կդրվի նոր աղբավայրի վերաբերյալ, նոր գործընթացի վերաբերյալ այդ ամբողջ մրցութային փուլը եւ մեզ համար կարևոր է, որ շատ սերմ ժամկետներում լուծենք նոր աղբավայրի հարցը։ Եթե դուք կարծում եք, որ դա ըստ էության միտումնավոր է արվել, ապա հնարավոր չի նախապես հսկողությունն այնպես կազմակերպել, որ որևէ մեկը չգնա եւ միտումնավոր նման բան չանի։ Տեսեք, ես մեջբերում եմ վարկած, որ արդեն ուղարկվել է համապատասխան գործընթացի եւ ապահով մարմինները արդեն կզբաղվեն դրանով, թե ինչի հետևանքով է դա եղել։ Բնականաբար եղել է վերահսկողություն, սակայն քաղաքապետի հանձնարարականով տվյալ վերահսկողությունը մի քանի անգամ ավելացվել է եւ աղբավայր մուտք եւ ելք կատարող բոլոր անձինք եւ մեքենաները հստակ ֆիքսվելու են եւ մաքսիմում ֆիքսված է լինելու ամենը։ Այ վերամշակող գործարանի հետ կապված դուք ասացիք, այսինքն ըստ էության նախատեսում եք մինչև հաջորդ ընտրություններ նաեւ ավարտած լինել այլ վերամշակող գործարանի հետ կապված գոնե թե հիմնական քայլերը, ես ճիշտ եմ հասկանում։ Մինչև տարվա ավարտ նախատեսվում է մրցույթի դնել տվյալ նախագիծը, հաղթող կազմակերպություն կա եւ այդ ամբողջ գործընթացը սկսվի։ Ժամկետների եւ մնացածի վերաբերյալ արդեն մեր գործադիր ներկայացուցիչները ավելի մանրամասն ժամկետներով կասեն։ Մրցույթի ավարտից հետո։ Տիկին Սինորյան, ինչպես է ավականին արձագանքում քաղաքացիների բողոքներին եւ առաջարկներին ոչ միայն առցանց, այլև ֆիզիկապես։ Տեսեք, մեր խմբակցությունը ակտիվ աշխատում է քաղաքացիների հետ։ Մի օրինակ բերեմ, 2025 թվականի փետրվարին, երբ որ նոր տրանսպորտային ցանցի ներդրումն է Երևանում, իմ գործընկերների հետ մենք օրեր շարունակ շրջում ենք հանրային տրանսպորտում, մարդկանց ենք հանդիպում, իրենց դժգոհություններն ենք լսում, որոշակի խնդիրներ ենք վերհանում, որպեսզի հետագա արդեն գործընթացներում այդ խնդիրները շտկեինք եւ այդ սկզբունքով գործել։ Եվ պարբերաբար մեր կապը քաղաքացիների հետ կա։ Անձամբ ես քաղաքացիների ընդունելություն եմ կատարում գրեթե ամիսը 1 կամ 2 ամիսը 1 եւ իմ մնացած գործընկերներն հանդիպում են վարչական շրջանների գրասենյակներում հենց վարչական շրջանի ղեկավարի հետ կազմակերպում են ընդունելություն կամ մեր կուսակցության գրասենյակում հայտարարություն ենք տնում եւ հենց այդ սկզբունքով ենք կատարում քաղաքացիների ընդունելություն։ Օրեր առաջ ես մեր գրասենյակում քաղաքացիական պայմանագիր կուսակցության շուրջ 12-13 քաղաքացու հետ եմ հանդիպել, տետատետ լսել իրենց խնդիրները եւ համապատասխան գործընթացով փորձել իրենց խնդիրները լուծել։ Այսինքն մեր ավականին, այսպես կոչված հողի վրա շփվում է մարդկանց հետ եւ հստակ գիտի որտեղ եւ ինչ խնդիրներ կան ֆիքսված եւ արձանագրված։ Այօնակ այն քաղաքացիները, որոնց հետ դուք հանդիպել եք, որ խնդիրներն են առաջնային մատնանշում։ Օրինակ, օրեր առաջ երբ ես հանդիպեցի, քաղաքացիներից 4-5-ը իրենց թաղամասում ասֆալտապատման հետ կապված հարցեր էին, դրա վերաբերյալ էր, մարդիկ կային, որոնք առաջարկ էին ներկայացնում հանրային տրանսպորտում մեկ միասնական ցանցի արտոնության փաթեթների վերաբերյալ, եւ այդ ամեն ինչը մենք ֆիքսում ենք, հետագայում արդեն մեր խմբակցությունում քննարկում ենք եւ այդ սկզբունքով է տեղի ունենում։ Հիմնականում զանազան են հարցեր, սկսած կոմունալ տնտեսությունից մինչեւ ասֆալտապատում եւ մինչեւ ընդհանցակարգային հարցեր։ Այսինքն դա մեզ շատ օգնում է հետագա նախագծերը
նախագծեր գրելու եւ որոշումներ իրականացնելու համար։ Դուք ձեր խոսքում մի քանի անգամ նաև տրանսպորտի հարցին անդրադարձաք, տեսեք, ըստ էության տրանսպորտում դեռևս տրանսպորտի հետ կապված դեռևս խնդիր կա, դատելով նաև թե համացանցում տարբեր տեսանյութեր, թե նաև մարդկանց արձագանքները։ Մարդիկ ասում են, որ իրենք շարունակում են դարձյալ երկար ժամանակ անգառներում մնալ, անգամ եթե հնարավորություն է լինում շուտ կազմակերպել այդ տեղափոխություն, ապա դարձյալ խցկված, մի կերպ, դուռը մի կերպ է փակվում, այսինքն այդ տրանսպորտի խնդիրն այդպես էլ չի հաջողում լուծել, ո՞րն է պատճառը։ Ցանկացումն էլ եղավ, ասում են։ Տեսեք, հանրային տրանսպորտի գրեթե բոլոր խնդիրների եւ քաղաքացիների բարձրացած հարցերից ես ինքս անձամբ տեղյակ եմ, քանի որ ես էլ հանրային տրանսպորտից օգտվում եմ առնվազն 1 անգամ օրական։ Եվ ձեր մատնանշած խնդիրներից մի մասը օբյեկտիվ են, մյուս մասը սուբյեկտիվ։ Մենք նախատեսում ենք, որ առաջիկա ժամանակաշրջանում եւս 250 էլեկտրոավտոբուսներ ներմուծենք եւ որով որ ամբողջական կլուծվի տրանսպորտային ցանցի հարցը, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որոնք որ ասվում է, որ տրանսպորտը շատ վատ վիճակում է։ Ես ինքս երթևեկելով տեսնում եմ, թե մարդկանց գոհունակությունը, թե մարդիկ ինչ հեշտությամբ են վճարում եւ անցնում իրենց տեղն են նստում, շատ-շատերը գոհ են լինում հենց որ ազատվել են գազելներից եւ վատ որակի հանրային տրանսպորտից։ Մենք էլ մեր հերթին ամենաանում ենք, որպեսզի սերմ ժամկետներում այդ բոլոր հարցերը լուծեն։ Եվ մի այսպիսի բան էլ ասեմ ձեզ, ես բարբերաբար վիճակագրություն եմ վերցնում համապատասխան վարչություններից։ Օրինակ, երեք ես ճշտում կատարեցի, թե քանի ծնողազուրկ ուսանող եւ դպրոցական ակտիվացիել է իրենց անվճար քարտը եւ այդ ուսանողների քանակը այս պահեդրությամբ շուրջ 3100-ը գերազանցում է եւ դա ինձ համար ամենակարևոր ռեֆորմի ամենակարևոր կետերից մեկն է, քանի որ այդ ուսանողները եւ դպրոցականները իրապես խնդիր ունեին անվճար երթևեկելու։ Դուք կարծում եք, որ այդ տրոլեյբուսները 250, եթե չեմ սխալվում ասացիք։ 24 տրոլեյբուսները մինչև 2026 թվականի մարտ արդեն կլինեն Երևանում եւ կսպասարկեն մեր քաղաքացիներին։ Իսկ մնացած 250 ավտոբուսների հետ կապված հարցը ժամկետների եւ մնացածի վերաբերյալ մեր գործադի ներկայացուցիչները ավելի մանրամասն կասեն, քանի որ փաստաթղթերի կազման եւ մնացած այդ իրավական գործընթացի մեջ են այժմ։ Կան վերլուծություններ դրանցով հանդերձ արդեն խնդիրը լուծված կլինի, այսինքն դարձյալ այդ երկար սպասել այդ խցկված վիճակները կվերանան։ Իրապես ենթադրվում է, որ այդ ամբողջ 250-ից հետո ամբողջական հարցը կլուծվի, բայց մենք էլ այս պահեդրությամբ ապարբերաբար մոնիթորինգներ են անցկացվում, թե օրինակ X կամ Y գիծը ինչպես գծել, որպեսզի մարդկանց ավելի հարմար լինի, այսինքն որ գիծն է, որ ավելի ծանրաբեռնված է, այնտեղ ավտոբուսների քանակը ավելացնել կամ միտեղ պակասեցնել, այսինքն այդ մոնիթորինգը բարբերաբար կատարվում է եւ հենց մեր քաղաքացիներից եկած արձագանքից ելնելով այսինքն այդ աշխատանքները բարբերաբար կատարվում են եւ կարծում մոտ ժամանակներում մենք ամբողջական խնդրի լուծումը կունենանք։ Մետրոյի հետ կապված նոր մետրոյի կայարանի կառուցման մասին անընդհատ խոսվում, անընդհատ մրցույթի հարիտարարելու եւ այլն, ինչ նորություններ կան այդ հարցում։ Տեսեք, փորձագիտական ամբողջ գործընթացով անցել է եւ առաջիկա ժամանակահատվածում արդեն կդրվի մրցութային փուլի մրցույթահաղթող կազմակերպությունը արդեն կսկսի իր աշխատանքները։ Ենթադրվում է, որ մինչև այս տարվա ավարտ կդրվի մրցույթի։ Խոսքը Աջափնյակի մետրոյի մասին, որովհետև այնտեղ նաև Սուրմալուի հատվածում կանգառ ունենալու Մալաթիա Սեբաստիանի մեր հեռանկարում խոսքում։ Խոսքը գնում է Աջափնյակի մետրոյի մասին, որ արդեն ավելի հստակ ժամկետներով լրացուցիչ կտեղեկացնենք, բայց գործընթացը այդ փուլի մեջ է։ Տիկին Սինորյան, քանի որ խոսեցինք մետրոյից, ես հաճախ եմ օգտվում մետրոյից, բայց եթե առաջ ընդամենը մոտ 3 րոպե է սպասում, հիմա հնարավոր է սպասեմ անգամ 10 րոպե։ Հանգստյան օրերին դա գուցե եւ գերազանցի նման դեպքեր լինում են անգամ։ Ինչի հետևանքով է մետրոյի վագոններում նույն խցկված վիճակն է լինում, ինչ ավտոբուսներում։ Տեսեք, մենք ունենք հստակ ժամանակացույց մետրոների հետ կապված։ Երբ որ պիկ ժամեր են լինում, այսինքն առավոտյան 7-ից մինչև 9, յուրաքանչյուր մետրոյի հաճախականությունը 3-ից 5 րոպե է։ Եվ ավելի ազատ ժամերին դա տեղի ունենում 7-ից 10 րոպեվա ընթացքում ժամանակը որ կա վագոնի։ Մենք ունենք շարժակազմի խնդիր, որի վերաբերյալ մի քանի անգամ արդեն խոսել ենք,
հայտը ներկայացված է մեր կառավարության գործընկերներին եւ մրցութային փուլ պետք է անցնի, որպեսզի ունենանք համապատասխան շարժակազմի ավելացում, որը մոտ ժամանակահատվածում արդեն նախատեսվում է։ Այսինքն շարժակազմի ավելացումից հետո ձեր նշած խնդիրները բնականաբար ավելի քիչ կունենանք։ Նաև ցանկանում եմ նշել, որ մենք վերանորոգում ենք նաև մետրոյի շարժասանդուղքը, որը այս տարիների ընթացքում երբևիցե չի եղել այդ վերանորոգումը հենց կառավարության հատկացրած միջոցների արդյունքում։ Դուք առհասարակ բավարար եք գնահատում Երևանի զարգացման տեմպը համեմատած վերջին տարիներին։ Տեսեք, Երևանը մարդկանց մասին է։ Եվ տարիներ շարունակ Երևանի իշխանությունների վարած քաղաքականությունը ամեն ինչի մասին եղել է, բացի մարդկանցից։ Այսինքն եղել է թե ինչպես մանկապարտեզ սեփականաշնորհեն, ինչպես ավտոտնակներ սեփականաշնորհեն, ինչպես համայնքային հողեր սեփականաշնորհեն։ Եվ մեր կուսակցության վարած քաղաքականությունը այն է, որ Երևանը լինի մարդկանց համար եւ մաքսիմում ամենաարվի մարդկանց բարեկեցության համար։ Եվ մենք այդ սկզբունքով առաջնորդվելով զարգացնում ենք Երևանը եւ մեր նախընտրական ծրագիրը փորձելու ենք ամբողջությամբ մեծ տված մանդատի ժամանակաշրջանում իրականացնենք։ Նախընտրական ծրագրի մասին մի քանի տեղ խոսեցիք, հիմա ամեն մի խնդրի մասին բարձրաձայնելիս քաղաքացիներն ասում են ձեր նախընտրական կարգախոսներ ասեք կանենք։ Ցույց եմ տալիս խնդիրը եւ ասում, դե ասում ենք արեք։ Նման դեպքերում ո՞րն է լինում ձեր արձագանքը, իշխող խմբակցության արձագանքը։ Տեսեք, ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք շրջել ենք բոլոր վարչական շրջաններում եւ քաղաքացիները մեզ տարբեր խնդիրներ են մատնանշել եւ այդ խնդիրները մենք մեզ մոտ հավաքագրել ենք եւ բարբերաբար մեր բյուջեի հատկացումները հենց այդպես ենք դասավորում, որ այդ խնդիրները ամբողջությամբ լուծվեն եւ ցանկանում եմ նաեւ նշել, որ մենք նախորդ տարի ակտիվացրել էինք ակտիվ քաղաքացի հարթակը, որտեղ որ քաղաքացիները անմիջապես on-line տարբերակով նկարում են խնդիրները եւ ուղարկում են համապատասխան մեջ վարչություն, հարցը լուծվում է եւ իրենց հետադարձ նամակով ուղղվում է։ Եթե քաղաքացիների տարբեր նշած խնդիրներով մենք զբաղվում ենք, եթե օրինակ տվյալ տարվա բյուջեի մեջ հնարավորություն կա ներառելու տվյալ խնդիրը, ներառում ենք եւ լուծում։ Եթե ոչ, հաջորդ տարվա համար ենք պլանավորում եւ խնդիրները լուծվում։ Եվ այդ սկզբունքով է տեղի ունենում ամբողջ գործընթացը, այսինքն մենք մեր նախընտրական կարգախոսից երբևիցե չենք շեղվել։ Եվ վերջում ամփոփելով զրույցը, առջևում դարձյալ անձրևներ են ու առատտեղումների ժամանակ քաղաքը կոլապսի է վերածվում։ Երևանի տարբեր հատվածներ դառնում են գետեր, լճեր, դրա մասին տարբեր տեսանյութեր կան։ Շատ անհատներ օրինակ ցույց են տալիս, թե ինչպես է մայրաքաղաքի տարբեր հատվածների ջրատարներ ցեխի ու աղբի մեջ կորած։ Ինչու քաղաքապետարանը արագ լուծում չի տալիս այդ խնդրին։ Տեսեք, տվյալ խնդրի վերաբերյալ բազմիցս խոսվել է ու քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ընթացքում է խոսվել։ Ես եւս մեկ անգամ դա կասեմ, որ Երևան համայնքի հայեղատարների մեծամասնությունը գտնվում է վիոլա ջրի սպասարկման ենթակայության տակ։ Եվ այդ հայեղատարները տարիներ շարունակ չեն վերանորոգվել։ Երևանի քաղաքապետարանը իր հանձնառությունն է վերցրել, որպեսզի օրինակ X տեղ, եթե ասֆալտապատման աշխատանքներ եւ վերանորոգման աշխատանքներն իրականացում, նաեւ այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարվեն։ Եվ հիշեցնեմ ձեզ, որ Երևան համայնքում մենք կիլոմետրերով հենց կոյուղագծեր ենք փոխել։ Այսինքն ամբողջությամբ մեղադրել քաղաքային իշխանությանը, որ ինչու չի կատարում, դա փոքր ճիշտ չէ, եւ մենք աշխատում ենք թե վիոլա ջրի ներկայացուցիչների հետ, թե հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ խնդիրը լուծվի, եւ նաեւ մի հավելում եմ ցանկանում կատարել, որ հորդառատ անձրևների դեպքում հատկապես եթե նորմայից շատ է տվյալ անձրևները, դա գրեթե բոլոր քաղաքներում աշխարհի այդ խնդիրը կա եւ միայն Երևանի վրա կենտրոնացնելով այդքան է ճիշտ չէ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալի Սինորյաններ։